Բարև ձեզ։ Բարև, կարելի է։ Իհարկե, եկեք դերս։ Բարև, Նարեկ, բարև։ Հիշեցիր, հա։ Իհարկե հիշեցի։ Եկեք ներս։ Արտակետ ի՞նչ է։ Ինչ դուրհելա։ Արտակետ ի՞նչ արուն է։ Ասեցի դվան չկա։ Կբացատրես Արտակ։ Հմ։ Շուտվանից է, հա, այս վիճակը քո մոտ։ Բան չկա, ոչ մի։ Ոնց բան չկա։ Աչասրու։ Ինչքան ժամանակ է քո մոտ տենց։ Հա։ Արտակ։ Մի քանի օր։ Ու դու ինձ ոչ մի բան չես ասում։ Հա։ Սկացին։ Ինչ ասեմ, հա։ Ինչ ասեմ։ Արտակ սենց չի կարա շարունակվի, հասկանում ես։ Գիտեմ, ինչ անեմ։ Հասկանում ես ինչ վիճակի ես դու արդեն հասել։ Ինչ անեմ, բա, հա։ Ինչ անես։ Չգիտեմ, քեզ բժիշկ է պետք։ Անի, ինքդ էլ գիտես, որ այդ հնարավոր չի։ Գիտեմ։ Բայց ուրիշ տարբերակ էլ չկա։ Արտակ ես վիճակում տանը մնալը շատ վտանգավոր է։ Կանցնի, ոչինչ կանցնի։ Ինչը կանցնի։ Ոչ մի բան էլ չի անցնի։ Երբ որ երկրից կգնամ, այդ ժամանակ էլ կսկսեմ մտածել իմ մասին։ Իսկ քո կարծիքով դու կհասցնես։ Չեմ մեռնի։ Իսկ այդ արյունը ինչ է նշանակում, քո կարծիքով։ Լավ էլ հիվանդին հույս տվող ես։ Ակես նոր որ ամեն ինչին լուրջ վերաբերվես Արտակ։ Լուրջ եմ։ Չէ, ոնց մտածում եմ պետք է գնանք։ Ուր։ Հիվանդանոց։ Լավ գնամ ոստիկանություն ասեմ։ Ջուր կտաս։ Լավ գնամ ոստիկանություն ասեմ։ Բարև ձեզ, ես եկել եմ։ Քան գնամ հիվանդանոց։ Սենց էլ չի կարա շարունակվի։ Կինս չես։ Սող ինձ այանաց, սող։ Կինս չես։ Կարծում էիր ազատվեցին ինձնից։ Ես դիրեմ արկես այս պորտում չկամ, միջով չես սապ։ Յանա։ Յան։ Հենց որ իմացա ինչ է եղել մի անգամից օդանավակայան գնացի։ Ես արդեն գժվում եմ, որտեվ չեմ կարողանում իմանալ, թե ինչ պետք է անեմ։ Հանգստացի, գժվել հիմա չի կարելի։ Լավ, իսկ դուք ինչ-որ մի բան գիտեք։ Որոշ բաները արդեն կարողացել եմ ճշտել, Նարեկ ջան, բայց ինչ-որ եզրակացության հասնելու համար հələ շուտ է։ Ես ամեն ինչ կտայի միայն թեմանայի, ով ասենց բան արել։ Մի րոպե անգամ չէի մտածել։ Նարեկ, հիմա շտապել պետք չի։ Լավ, բայց ով արել։ Նարեկ ջան, եթե հենց հիմա հորդ դեմ ինչ-որ բան սարքողի նկարբերեին տային քեզ, անուն ազգանունով հասցնել հետը, դու ոչ մի բան չպետք է անես։ Իսկ ինչի։
Հենց այդտենց։ Նարեկ, դու չես պատկերացնում, թե ինչ լրջությամբ են դրանք տրամադրված։ Երկու հոգու արդեն ձերբակալել են։ Մի րոպե անգամ չեն կասկածի քեզ տանեն։ Ինչ է, ուզում ես հիմա էլ մտածենք, թե քեզ ոնց ենք ազատում։ Այդ Սահակյանի պատմությունը գիտեք։ Գիտեմ։ Բայց դրա համար է, չէ՞։ Նարեկ, դու արդեն մեծ տղա ես, պետք է հասկանաս, որ այդպես բաների համար Տիգրանին չէին ձերբակալի։ Գիտեմ։ Դրա համար էլ ասում եմ, թող ես հիմա մտածեմ, թե ինչ եմ անելու։ Լավ։ Ես արդեն զանգել եմ Մոսկվայից իմ ծանոթ իրավաբանն է գալու։ Հիմա Տիգրանին շատ անհրաժեշտ լավ դատապաշտպան։ Գիտեմ, բայց դատ կդնի։ Նայած թե ինչ ընթացք կունենա գործը։ Ուղղակի վատենա, որ ես պապայից լուր չունեմ, հասկանում եք։ Մի մտածի կունենաս։ Շուտով փաստաբանը կգա ու ամեն ինչի մասին կիմանանք։ Հիմա մեզ այնց մարդ է պետք, որ բացի այն, որ լավ կտիրապետի իր գործին, նաև պետք է որ չվախենա ոչ ոքից ու ոչ մի բանից։ Ճիշտ եք ասում։ Մեծ կեղտի գունդ ես դառնալու։ Լավ։ Ամեն ինչ կարգին է։ Գնացեք աշխատեք։ Բարի ախորժեք։ Հանդիսացեք, ամեն ինչ նորմալ է, տղեկ։ Դու ավելի ես ընդգծում քո ճղճիմությունը, ու մարդիկ ծիծաղում են քեզ, հասակ, ծիծաղում են։ Դես, Սահակյան, քեզ նմաններին պետք է ժամանակին ամորձատել, որտեղ քո նմանները իրավունք չունեն սերունդ թողնելու այս հողի վրա։ Հասկացանք է։ Հաջողություն։ Ինչ հաջողություն արա։ Դուք մնա։ Սաղի բարի են տալու։ Ողում է բախ չկա YouTube-ը։ Դուք մնա։ Պարոն գնունի։ Դուք փոշմանես դրա։ Ամեն ինչ նորմալ է։ Շատ է փոշմանելու։ Գնունի։ Գոնե Վարդանին բաց թողնեին։ Մենք լրիվ մենակ ենք թողել Աննային, Նարեկին, բոլորին։ Սոնա, Սոնա, Սոն, Սոնա, ինչ է եղել, արևս։ Պապաս, Հանգստացի, հանգստացի, հանգիստ։ Անտան ինձ տուն։ Հենց հիմա։ Հա, հենց հիմա, պապան արդեն եկել է տանը։ Սոնա, պապան չի եկել։ Սոն։ Աննա եկել է ասում է Նարեկը իրան տուն է տարել։ Սոնա, ինձ լսի, պապան դեռ մի քանի օր չի կարողանալ տուն գալ։ Հասկացի, ավելի լավ կլինի, որ դու մեր տանը մնաս։ Խնդրում եմ, հա։ Չեմ ուզում։ Սոնա, եթե դու մեր տանը մնաս, դու մեզ շատ կօգնես։ Լավ, մենակ խնդրում եմ, մի լացի։ Պապան կգա տուն, բայց հիմա չէ, մի քանի օրից։ Հիմա Նարեկը զբաղված է, տատիկը անհանգիստ է։ Սոնա, արևս, դու մեծ աղջիկ ես, չէ։ Սոն, մի լացի, հա, խնդրում եմ։ Մի։ Բայց եթե պապան ու Վարդանը չգան։ Կգան, Սոնա, ես քեզ խոստանում եմ, որ երկուսն էլ կգան։ Վերջ, հիմա էլ չենք լացում։ Էլի, Սոնա,
Չենք լացում, արցունքներդ մաքրի ու քնում ենք։ Չէ, սա շոտիկն էլ կարթնանա։ Յան։ Ոյան ասում։ Թողի։ Նասի կեզ ինչ եմ ասում։ Անգիս թող ինձ ասում է։ Ոչինչ։ Ինքլեկը համբուրենք։ Դե Նարեկ ջան, ես հիմա պիտի գնամ։ Իսկ ձեզ հետո ես ոնց գտնեմ։ Ես զանգ գտամ քեզ։ Գոնե մի համար թողնեք, որ ես զանգեմ, ոչ եմ կարող նստել ու սպասեմ։ Նարեկ ջան, մի մտածի։ Հեսա մի ժամից իրավաբանն է գալու քաղաք։ Այն ժամանակ ես զանգ գտամ։ Բայց կզանգեք չէ անպայման։ Անպայման։ Շնորհակալ եմ։ Նարեկ, այտենց բան ինձ մի ասա։ Դու մոռանում ես ով եմ ես։ Իհարկե չէ։ Նարեկ ջան, եթե ինձ պետք կլներ, Տիգրանը սաղ աշխարհը շուռ կտար։ Բայց ես հիմա ոնց կարող եմ այս նեղ պահին նրա կողքին չլինել։ Հենց որ այն աշխարհում էլ լինեի, կգայի։ Դե ձեզ շնորհակալ եմ։ Ամբողջ գիշեր նստել ես։ Հա։ Պապայի ընկերն էր եկել։ Պապայի ընկերը։ Ով։ Հերանտը։ Դու չես հիշում Հերանդին։ Հա։ Պապան մեկ-մեկ զանգում էր նրան։ Իմացել է պապայի մասին ու անմիջապես եկել։ Ինչ լավ է։ Իսկ Սարան ոնց է։ Քնած է։ Խեղճ աղջիկ։ Հենց եմ անհանգստանում, ավոր շատ էր վախեցել։ Նարեկ Սարան հենց այս պահին շատ հանգիստ ու խորը քնած է։ Էնպես որ կարիք չկա անհանգստանալու։ Ու հետո Սարան առանձնապես վախեցող չի։ Արևեք հիմա դրա ժամանակն է, հա։ Լավ Նարեկ։ Ուղղակի չեմ ուզում այդքան անհանգստանաս ու նեղվես։ Արևեք դու հասկացի, որ Սարան իմ։ Հասկացա։ Արի չվիճենք, հա։ Ես հիմա սուրճ կեփեմ։ Սարային էլ կկանչեմ ու միասին կխմենք։ Իսկ հետո կգնամ տատիկի մոտ։ Իսկ տատին չի իջնի։ Չէ Նարեկ, տատիկը թույլ է, ամբողջ գիշեր ճնշումը չէր իջնում։ Ինչի։ Արևիկ կավա բժիշկ կանչենք։ Չգիտեմ, միգուցե կանչենք։ Լավ ես բարձրանամ իրա մոտ։ Լավ։ Չեմ հասկանում ոնց է տենց բան եղել։ Քո գալուց մի 10 րոպե առաջ գնացին։ Հավատս չի գալիս, ես սենց բան չէի սպասում։ Ինչ անեմ ասա։ Ոչ մի բան։ Աշխատողները բոլորը մի խոսքով սպասում են քո խոսքին։ Ոչ մեկին ոչ մի բան մի ասա։ Դու էլ լանցի քո գործերին։ Լավ։